Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս հանրային գործիչ Միքայել Հայրապետյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Հայրապետյան, ուրեմն Ռուսաստանը շարունակում է անդադ Հայաստանին տարբեր թե քաղաքական գործիչներով, թե իր ռոպագանդայի առանցքային դեմքերով եւ այլն, պարբերաբար թիրախում պահել, հիմա կցանկանամ ամենաթարմ օրինակներին անդրադառնալ, հա։ Ուրեմն Կոնստանտին Զատուլինը ասում է, որ Հայաստանում Թուրքիային եւ Ադրբեջանին ձեռնտու իշխանություն է այս պահին, իսկ Կրեմլի պետական ռոպագանդայի առանցքային դեմքերից մեկը Մարգարիտա Սիմոնյանը ասում է, որ եթե Ռուսաստանի եւ Հայաստանի միջև հաստատվեն ոչ բարեկամական հարաբերություններ, Ռուսաստանը իհարկե շատ կտխրի, իսկ Հայաստանը ամենայն հավանականությամբ ընդհանրապես չի լինի, հա։ Նախ էս խոսույթին դե անդրադառնալը կարծում եմ ավելորդ է, բայց սրա այսպես ասենք խորքային բովանդակությունը, հա, մեզ ինչ որ բան հուշում է, թե Ռուսաստանի չինովնիկական հանրությունը, Ռուսաստանի ռոպագանդիստական հանրությունը կամ այդ ռուսական կամ կրեմլյան ռեժիմը առհասարակ խորքում ինչպիսի պատկերացումներ ունի Հայաստանի մասին, ինչպիսի վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ։ Ես հանդիպեցի, որ տարբեր մարդիկ տարբեր ձև են, հա, դիտարկում, որ սա ուղիղ այսպես սպառնալիքների տրամաբանության մեջ են տեսնում, շատերը տեսնում են սա Ռուսաստանի հենց ներսում իր նաև քաղաքական վախերի տրամաբանության մեջ, հա։ Ասես այս խոսույթի խորքային բովանդակությունը ո՞րն է, ինչու են այսպես արտահայտվում, հա, Հայաստանը ոչ միտեղ չի գնացել, ոչ էլ պատրաստվում է կարծես գնալ, Հայաստանը շարունակում է այդ իր գլխավորած կառույցներից գոնե մեկում շատ առանցքային դերակատար հանդիսանալ, Ռուսաստանի հետ ունի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով շփումներ, Հայաստանում ազատ գործում են ռուսական պետական լրատվամիջոցները, մշակութային կապերը ավելի են զարգանում, Հայաստանում օրը մեջ ռուսական տներ են ծլում ու նման բաներ, ի՞նչն է խնդիրը։ Նախ Զատուլինի ասածին կուզենայի անդրադառնալ, որ Հայաստանի իշխանությունները կարծես թուրք-ադրբեջանական, հա։ Դրանից մեր ժողովրդին պետք չէ ակնկալել, որ ինքը հետևություններ անի, հետևությունները մեր լրատվական հանրույթը պետք է դա ծամած ներկայացնի ժողովրդին, դա այն է, որ ստում է, ինչպես ցանկացած ռուս քաղաքական գործիչ, ստում է եւ ստում է իր երկրի պետական շահերից դուրս գալով։ Առաջին պետք է մեր ժողովրդին ասվի, որ սուտ է առաջին հերթին այն պատճառով, որ մենք գիտենք Ռուսաստանը Թուրքիայի հետ ունի մի պայմանագիր, որ նա այսօր գործում է, դա Կարսի պայմանագիրն է, հակահայ պայմանագիրը, եւ երկրորդ չէ որ մեր աչքի առջև ընդամենը մի քանի տարի առաջ Ռուսաստանն Ադրբեջանի հետ կնքեց պայմանագիր, որ Հայաստանում էլ ինչ կատարվի, իրենց հատուկ ծառայությունները պետք է համագործակցեն եւ մեր մասին տվյալները տան։ Եթե չկնքեին էլ մենք դա գիտենք 44-օրյա պատերազմից, երբ որ հստակ կետերն իմանալով հակաօդային ամբողջ պաշտպանությունը 1-2 օրվա ընթացքում վերացվեց, դա արեցին բնականաբար ռուսները, որոնք ամեն ինչին տեղյակ էին եւ կոորդինատներն իրենք տվեցին։ Բայց շատ բնական է, եթե Ռուսաստանի շահերից դա բխում է, ռուս քաղաքական գործիչը բնականաբար պետք է ծառայի իր երկրի պետական շահերին եւ ոչ թե մեր։ Իսկ Մարգարիտա Սիմոնյանի ասացի մեջ եւս ճշմարտություն կա։ Այո, Ռուսաստանը կտխրի, բայց ոչ միայն կտխրի, այլ կսկսի իր եղունգները կրծել, եթե Հայաստանի հետ ինչ-որ բան պատահի։ Դա Հայաստանի հետ պատահելը նշանակում է, որ Ռուսաստանի սահմանները կանցնեն Դոնի Ռոստովից ավելի հյուսիսով, որովհետև կկորցնի ամբողջ Հյուսիսային Կովկասը։ Վերջին հենակետը մենք ենք մնացել։ Իսկ որ Հայաստանն իսպառ չի լինի, դա բացառված չէ։ Այո, Հայաստանը կարող է նաև չլինել, ինչպես որ չի լինի Վրաստանը, չի լինի Ադրբեջանը, ինչպես որ մենք Վրաստանի եւ Ադրբեջանի հետ միասին 1918 թվականին պետություն ստացանք, գրեթե նույն օրերին, 2 օրվա տարբերությամբ,
Եվ նույն ժամանակ էլ կարծեք թե կորցրեցինք պետականությունը, սովետականացանք, հետո 90-ական թվականներին դարձյալ միասին անկախացանք, այսինքն այնպես չէ, որ Հայաստանը կկորցնի, այդտեղ մի քիչ մանիպուլյացիա է անում Մարգարիտա Սիմոնյանը, բայց նրանից շատ նեղանալ պետք չէ, նա Ռուսաստանի քաղաքացի է եւ իր պետության շահերն է պաշտպանում։ Ազգային պատկանելությունը շատ երկրորդական նշանակություն ունի։ Ինչպես որ օրինակ ասենք մեր Բագրատունիների պետականությունը վերածվեց այն ժամանակ, երբ բյուզանդական կայսրերը հայեր էին, բայց այստեղ մի քիչ ավելի խորքային բան կա։ Գիտեք, դուք շատ լավ ձևակերպեցիք, փորձեմ ձեր ասածը հիմնավորել։ Սրանից մի 100 տարի առաջ ֆրանսիական ակադեմիայի ակադեմիկոս, գրող, ծովային սպա Պիեր Լոտի, եթե չեմ սխալվում, այո, չեմ սխալվում, այսպիսի բան էր գրել հոդվածներից մեկում, թե հայերը նապաստակ են։ Մենք կարող ենք իհարկե բողոքել, ինչպես որ բողոքեցին այն ժամանակվա հայ գիտունները, նրանցից մեկը նույնիսկ որ անձնական շփում ուներ, նամակ էր գրել Անահիսը նրան եւ նա պատասխանել էր, ասել էր, ես հերքում կտամ իհարկե, բայց դա ես լսել եմ թուրք սպաներից։ Իսկ այդ ժամանակ մեր եւ թուրքերի հարաբերությունները շոկոլադային էին։ Մենք 16 падգամավոր ունեինք թուրքական խորհրդարանում, երիտթուրքական հեղափոխությունից հետո, երբ Զատկի տոնին Թալիաթ Փաշան գնում էր հայ եկեղեցում ելույթեր ունենում եւ ասում էր մենք հեղափոխությունը սովորեցինք մեր հայ եղբայրներից։ Հա, բայց այդ նույն ժամանակ, երբ հրաշալի հարաբերությունների մեջ էին, թուրքերը շատ ճշգրիտ ասել էին իրենց վերաբերմունքը մեր մասին։ Նապաստակ։ Մենք իհարկե կարող ենք ինքներս մեր մասին այլ պատկերացում ունենալ, բայց ամենևին պետք չէ արհամարել ուրիշների ունեցած պատկերացումները։ Մեծ եղեռնից հետո հիշում եմ եւ այդ գրվածքներում եւ Լեոն եւ Շիրվանզադեն եւ բոլորը այդ ժամանակվա ովքեր անդրադարձան այդ շրջանին, այդ ողբերգությանը, ցեղասպանությանը, գրում էին, որ մեր հարևանները մեզ ավելի լավ էին ճանաչում, քան մենք մեր հարևաններին։ Մենք արհամարեցինք նրանց ճանաչելը, նույնիսկ Գրիգոր Արծունի անունով մի շատ լուսավոր մարդ ունենք, Մշակ թերթի հիմնադիրը, նա նույնիսկ մանկամտորեն իր բարձունքներից կովկասյան մուսուլմաններին խորհուրդ էր տալիս մի կողմ նետել արաբական այբուբենը եւ անցնել հայատար գրության, մի կողմ նետել թուրքական բարբառը, որ դա բարբառ է թուրքական ներսում հիմա լեզու են ասում ադրբեջաներենին, չնայած այդ ժամանակ նույնիսկ դա չկար, միասնական լեզու չկար եւ նա ով առաջին անգամ անմոռացել եմ այդ ադրբեջանցու թուրքի կովկասյան թաթարի, երբ որ թերթ տպեց այդ լեզով, մի երկու համարից հետո դադարեց, որովհետեւ բոլորը հեգնում են, թե դա թերթի լեզու չէ կամ պարսկերեն պիտի տպվի կամ արաբերեն պիտի տպվի թերթը կովկասյան մուսուլմանների, բայց ինչու են մեզ նապաստակ ասում, խորքային բանը դա է, խնդիրը դա է, ինչպես որ հիմա ռուսների ասած այդ մանիպուլյացիան, մենք նապաստակների վրա կարող են օգտագործել, իրենք մեզ անգիտակցականի մակարդակում, եթե ոչ այդտեղ, ապա գոնե ենթագիտակցականի մակարդակում մեզ նապաստակ էին անցալում վախկոտ եւ իրենց այս նշանն անող գայլ, հա, մենք մեզ ինչ ենք անցալում, միայն Չարենցի նման տղան կարող էր մեր բրոնզե գայլի մասին խոսել, թե գայլն էլ ենք զիջել, ինչը թուրքերը վերցրել են, դա մենք չենք։ Հասկանում եք, մենք մեզ ինչ ենք պատկերացնում եւ մեզ ինչ են հարևանները պատկերացնում, եթե մեզ իրոք վախկոտ են պատկերացնում, այո, այդպիսի բաներով հոգեբանական ճնշում կարող են գործադրել մեզ վրա եւ հիմա հիբրիդային պատերազմի շատ կարեւոր մի մաս է, որ դարձյալ զինակցած, դաշնակցած թուրքական աշխարհի հետ ռուսական վերնախավը փորձում է անել Հայաստանի ժողովրդի հոգեբանության վրա ազդեցություն ունենալով, ավելի խեղճացնելով, իսկ խեղճացածին, ծեծվածին, ինչպես Հովհաննես Թումանյանն էր ասում, ոտքի տակ ընկած վարունգը, որ մի անգամ ընկել է ոտքի տակ, նա դառն է մեծանում, իսկ դառ վարունգը չեն ուտում պարզապես։ Մենք պետք չէ որ այդքան դառնանանք, իմանանք իրենք ինչ են ուզում, իմանանք մենք ինչ ենք ուզում, որտեղ շահերը համընկնում են, հարց չկա, չկան մշտական թշնամիներ, մշտական բարեկամներ, համագործակցեն, բայց եթե ինչ որտեղ բախվում են, երբեք թող ձեռքներս չդողա, երբեք թող չվարանենք հենց ճակատից գնդակահարելու, ինչպես որ իրենք են մեզ ճակատից գնդակահարել, ինչպես որ 44 օրյով գնդակահարեցին եւ դրանից հետո էլ մեր հայրենիքի մի ամենակարևոր հատված դատարկեցին, արեցին այն, ինչ արեցին թուրքերը 1915 թվականին եւ մեր ժողովրդին թող
չխափեն մեր քաղաքական եւ տնտեսական էլիտաները, մեր մշակութային գործիչները, թե դա թուրք-ադրբեջանական տանդեմ էր։ Դա ամենամեծ լկտիությունն է, սուտն է, սեփական ժողովրդի հանդեպ դավաճանությունն է, երբ ճշմարտությունը չեն ասում, դա ռուս-թուրքական տանդեմ էր։ Մանավանդ ռուս գործիչներն իրենք են խոստովանում այդ մասին, սկսած նրանց այդ կասկածելի ծագմամբ այն ժամանակվա պաշտպանության նախարարից վերջացրած բոլորով, ամենաետին անգամ լրագրողով, իրենք գիտեն, իրենք ինչ են արել։ Լավ կլինի մենք էլ գիտենանք, եթե ճշմարտությունը ճանաչենք, արդեն իսկ 50%-ով լուծած կլինենք մեր պաշտպանունակության խնդիրը, այսինքն կիմանանք որտեղ դեմքով կանգնենք, որտեղ ուսով, որտեղ թիկունքով է պետք կանգնել։ Այլապես հիմա 4 կողմից շրջապատված վիճակում ենք մենք զգում ու վանդակ քշված, անկյուն քշված գազանի վարք ենք դրսևորում, որ ամենևին էլ այդպես չէ։ Ես չգիտեմ, սրանից բխեցնեմ ինչ-որ մի բան, թե դուք ասում եք, որտեղ իրոք մտքիս եկավ մի բան, դուք հիմա երիտասարդ եք չեք հիշի, բայց հիշում եմ ժամանակին, երբ որ մեր ժամացույցներն ուղղում ենք, ամենաճշգրիտ ժամացույցը Մոսկվան 2 ալիք ուներ, էլի, առաջին, երկրորդ ալիքները գցում ենք Վրեմիայով ենք վարկյաններով ուղղում մեր ժամացույցները։ Հիմա այլևս Հայաստանն իր ժամացույցը Վրեմիայով չի ուղղում։ Հիմա դրա համար կան բարձր տեխնոլոգիաները, ժամանակն ինքնին դրված է այնտեղ։ Ռուսական Վրեմյան պարտվել է, նա չէ մեր ժամանակը որոշողը։ Եվ ըստ այդմ էլ մեր դաշնակիցը, եթե անենք հակասող ենթադրություն, թե ինչ-որ պահի Ռուսաստաններ կամ Սովետական Միության կազմում լինելու մտայնությունն էր մեր դաշնակիցը, ապա հիմա ուղիղ հակառակը մեր դաշնակիցը ժամանակակից տեխնոլոգիաներն են առաջին հերթին, իսկ հետո նոր փորձենք գտնել պարսիկները ինչ-որ հատվածում, ռուսները, ամերիկացիները, ֆրանսիացիները, որոնք ամեն վայրկյան կարող են փոփոխվել, որովհետև ելակետ պետք է ընդունել բացառապես քո ազգային, քո պետական շահը, իսկ ժամանակն այլևս չորոնել այդ գավառական խրտվիլակի Բելարուսի նախագահի ընչացքներում։ Դուք շատ կարևոր դիտարկում արեցիք, պարոն Հայրապետյան, անդրադառնալով Զատուլինին, ինչը ես լիովին կիսում եմ եւ կարծում եմ, որ այսօր մեր մեդիա դաշտի առանցքային խնդիրներից մեկն է, երբ պատկերավոր ասած Զատուլիններին եւ նրանց խոսույթը, երբ որ հրապարակվում է, դա կլինի Զատուլինը, Ալիևը եւ մնացածը հայ շարքից, այդ խոսույթները պետք է որքան որպես տեղեկություն ներկայացվում են, պետք է ուղեկցվեն մեկնաբանություններով, այլապես դրանք դառնում են ռոպագանդա, հա, այսպես կոպիտ ասած, եթե չկա դրան մեկնաբանություն, եթե դու պարզապես Զատուլինին այդպես ուղիղ մեջ բերում ես եւ վերջ, առանց որևէ մեկնաբանության, առանց որևէ արձագանքի, դա արդեն հարցը թե այո, սա ռոպագանդա է, թե ինֆորմացիայի փոխանցում։ Սա կարևոր խնդիր է, ցավոք մեր մեդիան այդ խնդիրներով չէ, որ հիմա զբաղված է։ Գիտեք, որովհետև որ ասում են էշի խրտնածը ձիուծարագ է վազում, մենք այդ ավանակի դերում ենք եղել առնվազն վերջին 30 տարվա ընթացքում, երբ հիշում եմ ինձ համար նույնիսկ հարգելի մարդիկ ասում էին, որ մամուլի որ այդ հաղորդակցության միջոցների խնդիրը պարզապես տեղեկատվություն տրամադրելն է, անաչառ տեղեկատվություն տրամադրելը չկա անաչառ տեղեկատվություն, ամեն ինչ ռոպագանդա է, ամեն ինչ քարոզչություն է։ Եթե մենք Ռոմի պապից ավելի կաթոլիկ ենք ուզում լինել, ամերիկյան դեմոկրատներից ավելի դեմոկրատ ենք ուզում լինել, ապա ինքներս մեզ ենք միայն վնասում։ Իրենք այդպիսին չեն, որևէ մեկն այդպիսին չէ։ Ինչու պիտի ամբողջ աշխարհը շախմատ խաղա, իսկ մենք նույն շախմատը զարկցելով նարդու նման խաղանք, չի կարելի։ Բախտակուշակության ժամանակը վաղուց անցել է։ Պարոն Հայրապետյան, դուք ասում եք, որ ոչ թե թուրք-ադրբեջանական, այլ ռուս-թուրքական տանդեմ, հա։ Ձեր օրինակ այդ որակավորման կամ փաստարկման հետ համաձայն չեն տարբեր քաղաքական եւ ոչ միայն քաղաքական շրջանակներ Հայաստանում, հա։ Օրինակ նույն խորհրդանական ընդդիմության ներկայացուցիչները այդպես չեն կարծում, այլ հակառակը Հայաստանի հնարավորությունները տեսնում են այնուամենայնիվ Ռուսաստանի հետ ամուր գործակցության մեջ, Արցախի ռազմաքաղաքական Հայաստանում գտնվող ներկայացուցիչներից շատ-շատերը եւս այդպես են կարծում,
հիմա գուցե աբսուրդ բան եմ ասում ականջների համար, բայց դա մեր իրականությունն է, մեր եկեղեցու տարբեր սպասավորներ են դրա մասին ասում, հա, խոսում ժողովրդավարության անպիտանության եւ ավտորիտարիզմի կարեւորության կամ Ռուսաստանի հետ ավելի խորը հարաբերությունների կարեւորության նշանակության մասին։ Ուզում եմ ասեմ, եթե սա փաստ է, եթե սա դուք հիշեցիք 44-օրյա պատերազմը, հա, եթե շատ հեռու էլ չգնանք, այն ինչ որ գոնե բոլորի աչքի առաջ է տեղի ունեցել, ապա ինչու է փաստը դառնում վիճարկելի տարբեր հարթություններում, քաղաքական, հասարակական, հոգևոր։ Ձեր հարցադրումները լրիվ ընկալելի են, պարզապես մի տեղում մի հատ բաց թողում կա ձևակերպման մեջ, երբ դուք ասում եք մեր քաղաքական դաշտը, դժբախտաբար մեր քաղաքական դաշտը մերը չի եղել եւ չէ։ Ռուսական ծայրագավառում, դա Չարենցի հորինած բառն է, երկիրնայերիում, հա։ Ռուսական ծայրագավառում ինչ է կարծում, Ռուսաստանն այնքան ողորմելի էր, որ թույլ էր տալու, որ այստեղ քաղաքական դաշտ ձևավորվի։ Դրանք բոլորը ռուսական ազդեցության ներկայացուցիչներ են, եթե չասեմ գործակալներ։ Առավել եւս դուք օգտագործեցիք նաեւ Արցախի ռազմաքաղաքական, այստեղ Արցախը մի կողմ ռազմաքաղաքական ղեկավարություն։ Մի հատ լրագրական հետաքննություն արեք, էլի, արդյոք Հայաստանի որևէ գնդապետ հաշվառված չէ ռուսական կադրերի բաժնում։ Ես ես հստակ տեղեկատվություն եմ ասում, դուք պարզապես կարող եք հարցում անել եւ պաշտոնական պատասխան ստանալ։ Գեներալների մասին էլ չեմ ասում, որը որ թեկուզ համառոտ դասընթաց չի անցել, չի գնացել այնտեղ ստորագրել, որտեղ դասընթացներն էլ երկրորդական բան են, ռուսները երբեք չեն ուզենա, որ այստեղ բանիմաց բարձրագույն սպայական կազմ լինի, գնում այնտեղ ժամանակ են անցկացնում, բայց ստորագրում են, որ իրանք թռչող չեն նրանց վրայից, նրանց հրամաններից։ Նիկոլն այստեղ իշքան ուզում էր 44 օրյայում անենք հակասող ենթադրություն, թե ճաղում էր իրեն, որպեսզի հաղթանակ լինի։ Միևնույն է, բարձրագույն ռազմական ղեկավարությունը կատարելու էր ոչ թե գերագույն գլխավոր հրամանատարի հրամանները, այլ նրանց, ում մոտ ինքը ստորագրել էր։ Մենք այստեղ կրկնակի երթման տակ ենք։ Այն դեպքում, երբ որ եթե քրիստոնյա ենք մեզ համարում, ասված է մի երթվիր ոչ երկնքով, ոչ երկրով։ Հա։ Ձեր այոն թող լինի այո եւ ոչը ոչ։ Մենք տեսանք, որ բոլորը հայրենիքին ասացին ոչ։ Ավելի սոսկալի մի բան կա, հայրենիքին ասացին ոչ, բայց այդ ոչը ուզեցին մեզ վրա ծախել որպես հայրենասերի այո։ Սա ավելի ողբերգական բան է։ Մենք ներսից ենք փտած, ինչպես մեր Հովանես Թումանյանն էր ասում, եւ փրկությունն էլ ներսից է գալու, եթե ներսի լվացում չանենք։ Նույնիսկ Աստծո որդին իմանալով, որ ինքն Աստծո որդի է, երբ գործունեություն պիտի ծավալեր դրանից առաջ 40 օր գնաց ծոմ պահելու, ներսը լվանալու, որովհետև կեղտոտ ձեռքերով չի կարելի դիպչել ժողովրդի ազգի ճակատագրին, հոգուն։ Դրա համար այո, նրանք այդպես պիտի ասեն, մեր անդիմությունը, որովհետև ռուսական դրածոներ են, եւ աշխատանքի բաժանում է արված, էլի, իշխանությունը, որ դարձյալ ռուսական դրածո է, պիտի մի դեր տանի, բարի եւ չար միլիցու դերերը պիտի տանեն, հա, իսկ անդիմությունը պիտի ասի, որ անդիմություն ախր ծիծաղելի բառեր են, էլի, այնքան ծիծաղելի, որքան ինձ ներկայացնելիս, ինչ հանրային գործիչ։ Հանրային գործիչը նա է, որ կկարողանա ազդեցություն ունենալ։ Սրանք ինչ ազդեցություն ունեն Հայաստանի վրա։ Ոչ ինչ քաղաքական կուսակցություն, ինչ բան։ Պարզապես սրանց հանձնարարված է, ուղիղ կառավարման տակ են, ասել են դուք Ռուսաստանին չափազանց շատ գովեք, նրանց էլ ասել են դուք էլ ձև արեք, թե դուք Ռուսաստանի դեմ եք։ Ինչու, որովհետև բևեռացումը դա կործանման նախահիմքն է։ Գիտեք, ամենաողորմելի երկրները, պետությունները նրանք են, որոնց հասարակական շերտերում նույնիսկ սոցիալական, տնտեսական բևեռացումներ կան, առողջ հասարակություններն են, նրանք են, որոնք միջին այդ բանը գտել են, այդ հաշտության խողովակը, այդ պորտալը գտնված է, մեզանում չկա այդ պորտալը, կամ խելքից դուրս հարստություն է, խելքից դուրս ռուսական շեփորահարում, կամ խելքից դուրս, այո, խելքից դուրս հակառուսականություն, որ ըստ էության նույն բան է, դա շրջանագծի օրենքն է, գիտեք, շրջանագծի ամենամոտ կետերը հենց ամենահեռու կետերն են, նայած ոնց եք մոտենում։ Դրանք սիամական երկրորյակներ են պարզապես, եւ ինչ հանձնարարություն ստացել են, դա էլ կատարում են։ Եթե ազնիվ լրագրողներ, ազնիվ մտածողներ կան, նրանց ուղղակի բարոյական,
քաղաքացիական, մարդկային պարտքն է, ինչ մտածում են ճշմարտությունը ժողովրդին ասեն, որպեսզի ժողովուրդն էս նյարդային վիճակից դուրս գա, ստապ դատի, որտեղ եթե լարվածություն է, հոգեբանական ստրեսային վիճակ է, նրա արձագանքները արտաքին աշխարհին համարժեք չեն, adekvat լինել չեն կարող, անադեկվատություն է, մենք դա տեսել ենք նույնիսկ 90-ականներին, ասենք մի ճակատում դիմադրողներ չկային, մյուս տեղում գնացել լցվել են եւ Աստված ողորմի Վազգեն Սարգսյանին, որ կարողացավ դրանց համախմբել եւ ամբողջական ճակատ կարողացավ սարքել։ Այ հիմա էլ այդ կուտակումներն են, էլի ծայրահեղությունները շատ վատ բան են։ Դա չէ ստապությունը։ Դե հույզերի հետ խաղալը հանրության միշտ ավելի հեշտ է կամ գուցե շատ ավելի ձեռնտու է, հա, քան մտքերի հետ խաղալը, եւ ձեր նշածը, հա, նույն օրինակ Ռուսաստանի մասով կողմ կամ դեմ քարոզչությունը, հենց դա է նաեւ, չէ, ենթադրում եմ դա միտումնավոր քաղաքականություն է, որը նաեւ մեզ խանգարում է ձեր ասած պորտալները գտնելու։ Գիտեք, այդ Կացախն ինչքան թունդ լինի իր ամանն է ջարդելու, այդպեսի մի հատ ասացվածք կա։ Այդ հակառուսականությունը ճիշտ նույն բանն է, շեշտված հակառուսականությունը, որքան շեշտված ռուսամոլությունը։ Պարզապես նրանց բախտը չի բերել, հայտնվել են հանձնարարությունը նույն կենտրոնից Կրեմլի ստացել են հակառուսական դաշտում խաղալու։ Իսկ հայը կարող էր այսպես պարզապես մտածել, հայերենասեր հայը, նույնիսկ այդ բառն ինչ է զզվելի սարքել, որ պետք չէ այդ բառն օգտագործել բան։ Իրոք քաղաքացի հայրենասեր հայը երևի պիտի մտածի ռուսի հերն էլ անիծած, ամերիկացունն էլ, թուրքինն էլ, պարսիկինն էլ, բոլորին էլ, որն է բխում իմ շահից։ Տեսականորեն երբեք բացառել պետք չէ, որ հաջորդ վարքյանին Ռուսաստանը բացառված չէ, որ իմ ամենասեր դաշնակիցը դառնա։ Ինչու՞։ Որն է դաշնակից, երբ որ շահերի համընկնում կա, այսօր Ռուսաստանի շահերը մեր շահերին տրամագծորեն հակառակ են։ Ռուսաստանն այսօր ոչ թե դաշնակից չէ, այլ թշնամական պետություն է։ Միայն թշնամին կարող էր այսպիսի զզվելի քաղաքական տնտեսական էլիտա սարքել մեր ժողովրդի համար, եւ միայն թշնամին կարող էր մեր մարմնի մի մասը, մեր հարազատ մարմնի հարազատ մի մասը փոկել ու տար Ախոյանին։ Այսօր այո, թշնամական է, բայց դրանից ավելի թշնամական կարող է գիտեք որը լինել, որը հեչել բացառված չէ, այս սրանից է պետք զգուշանալ, ընդհանուր մինչև վախենալ է պետք դրանից, որ վաղը ռուսների շահերը հակադրվելու են թուրքական շահերին, թեկուզ Ռուսաստան այս Պուտին, այս չեկիստը ինչ արեց, պատկերացնում եք, Թուրքիային սարքեց ատոմային երկիր, այնտեղ ատոմակայան կառուցեց, այն մնացած բաները միջազգային կամ ապագայի համար գոնե ոչինչ, որտեվ Արցախը ճիշտ է, իրենց ստորագրությունը դավաճանելով դաշնակցի ստորագրությունը ռուսները մեզ դավաճանելով հանձնեցին նրանց, բայց տարածքները միշտ կարելի է տանել ու բերել, տարածքներով չի որոշվում հայրենիքը, ամոթ է, եթե մենք հայրենիքը կիլոմետրերով ենք չափում, ամենևին երազը չենք կորցնի, այ մեզ համար, ապագայի համար սպառնալիք է Պուտինի արած այդ բանը, երբ որ ատոմային երկիր սարքեց, երբ որ S-400-ներ տվեց, բայց խեղճ Իրանն իրեն ճղում է, S-400 չի տալիս նրան։ Ինչպես են չափում հայրենիքը։ Հիմա տարածքով են չափում։ Նկատի ունեմ բոլոր քաղաքական դերակատարները տարածքով են չափում։ Մի կողմը ասում է 29743 կիլոմետր տարածք, մյուսը մեծ հայքից է խոսում, այն երրորդը խոսում է 400,000 քառակուսի կիլոմետր տարածքից, այն մյուսը Նախիջևանով գնում է Արցախ ու նման բաներ, հա։ Ինչով են չափում։ Մեկ ուրիշն էլ փորձում է մանիպուլյատիվ ձևով իրական եւ պատմական հայրենիքներ հակադրել իրար, որ շատ ավելի վատ է։ Գիտեք, դա գալիս է մեր ընդհանուր քաղաքական տհասությունից։ Դրա համար, եթե ասում եք ինչով է որոշվում, ես ձեզ եմ խնդրում, նաեւ ձեր ակնդիրներին եմ խնդրում, դժվար չէ թող բացեն կարդան 1914 թվականին առաջին համաշխարհային պատերազմից ընդամենը շաբաթներ առաջ Վահան Տերյանի մի զեկուցումը, որ կոչվում է Հոգևոր Հայաստան, ասում է, այ վաղը կտեսնեք, որ զուր էին ձեր բոլոր ջանքերը, մի պարապ բանի համար էր, այն զոհաբերությունը, զոհողությունը, որ դուք արել եք, եթե չկա այդ հոգևորը, ինչի համար ենք մենք, ես չեմ հավատում դրանց, չեմ վստահում, հավատը Աստծունն է, հա, չեմ վստահում դրանց, այդ որ անդադ խոսում են, գիտեք ինչի, եթե մեկը հավակնություն ունի, որ հայ ժողովրդի անունից կամ իբրև թե մտահոգ է հայ ժողովրդի ապագայով իր անուն ազգանունը
Այն էլ մտավորական մարդ է, հա, եթե մտքի դաշտում են գործում, քաղաքականությունը առաջին հերթին միտք պիտի լինի։ Գրում են լատինատար կամ ռուսատ, առավել եւս ռուսատար, ռուսների այսքան անելուց հետո։ Դրանց ոնց կարելի է վստահել։ Ես Վահան Տերյանին եմ վստահում։ Ես վստահում եմ Մովսես Խորենացուն, որը գեոստրատեգ էր, գիտեք։ Բժիշկներին չվստահենք։ Ոչ միայն գրում են, հաղորդակցվում են այդպես հայրանումները ռուսական ձևով։ Դա կեղտ է եւ երևի ժամանակի ընթացքում կմաքրվի, ժամանակն արագացնելու համար երևի թե հենց մտքի մարդիկ պիտի այդ ամոթի դաշտը ստեղծեին, ոչ թե ասեին նորաձև է, այլ դրա հակառակն է ամոթ։ Մենք կարմրելու հատկությունը երբևէ կարող ենք վերագտնել, թե падոշ ենք դարձել պարզապես։ Մենք ամոթի զգացումն ենք կորցրել, սա է սոսկալին։ Եվ դրանք, եթե հոգևոր հայրենիքը չգիտեն, այ Վահան Տերյանն ասում է, նույն զեկուցումից են դուրս գալիս, որ հանկարծ չլինի ձեր հարցից խուսափեցի։ Ասում է հոգևոր Հայաստան ասելով ես հասկանում եմ հայության կազմակերպում գաղափարական իմաստով, չի ասում հայերի կազմակերպում, որովհետև 1000 հայ կամ 10000 հայ կամ 1 միլիոն հայ ոչ մի արժեք չունեն, եթե խորքում էատաժերը դրված չեն, որն է այդ հայը, իսկ առաջին հերթին լեզուն է, առաջին հերթին աշխարհ ընկալումն է, հա, այսպես եթե մենք դասենք, մենք կհասկանանք, իր դեպքում ինչ են գնում կռվում մարդիկ, եթե պիտի սա Չեռնա Ռուսիա դառնա, ռուսերեն խոսեն, բայց ինչ են գնում կռվում, թող այն մեկը կա հիմա Բաքվի բանտում է եւ հենց իր համար եմ ամենից շատ ափսոսում, Ռուբեն Վարդանյանն ասում էր, բան չէ, Թաթարստանի կարգավիճակը ձեռք բերենք, ես ցավում եմ, ինչու ենք այդպես մտածում։ Այդպես մտածողները չափազանց շատ են։ Ինչու է այդպես մտածում։ Առաջին, որովհետև կրթությունն է ռուսական, երկրորդ, որովհետև աքսելերացվել է ռուսական միջավայրում։ Ճիշտ նույն ձևով այ հիմա մերոնք քանի որ հիմա տրենդ դարձավ, չնայած դժբախտաբար առաջինը ես էի այդ արտահայտությունն արել, հիմա ինքս եմ խուսափում դրանից։ Չնայած քանի որ մերոնք տգետ են, գիտեք, աչքի ցավից բրծնելու համար ոչ թե աչքն են բուժում, այլ աչքն են հանում։ Ռաֆու Սամվելը, որը ժամանակին շատ կարևոր դերակատարություն է ունեցել այդ վեպը մեր ազգային ինքնագիտակցության բարձրացման համար, այսօր բավականին ավելորդ բան է, բայց այդ չի նշանակում, որ Ռաֆուն է պետք անել։ Պարույր հայկազնը թող դնեն, ինչ արես պարույր հայկազնը, այ մեր երեխեքը դա պիտի սովորեն։ Եվ ոչ թե ինչ-որ անսեր անորակ չես հասկանում ելքային ինչ տվյալներ ակնկալող գործեր են դպրոցում, ասում դրա համար էլ ես տեսնում եմ ուսանողների մեջ շատ հազվադեպ են, որ գրքեր են կարդացել եւ այն լավ ուսուցիչներ չկա, ինչպես Խորենացին է իր ողբի մեջ գրում, որը ապահով եւ սիզավետ մարգագետնում առածեցներ իր հոտը, որպեսզի նրանց ուղղություն տար, թե ինչ է պետք կարդալ։ Հիմա տեսեք նույն այդ ընդհանուր պատկերավոր ասացա ձեր ասացի ռուսական իմաստով, հա, դրա գուցե հիմա ես չեմ իհարկե ինչ-որ չեմ ուզում չափման միավորներ ասել, տեղ-տեղ ընդունելի լինելու եւ այլն, թեկուզ հաղորդակցության միջոցով, լեզվի հազար ու մի բանի միջոցով, հա, դրա հակադրությունը, օրինակ թուրքականության մասով, որ հիմա կա մեզանում եւ ակտիվ գեներացվում եւ էփվում է, սա նույնքան նաեւ վտանգավոր է, նույնքան նաեւ ծայրահեղ է, նույնքան նաեւ որևէ կերպ կապ չունի Հայաստանի հետ, նույնքան որևէ կապ չունի մեր հասարակության հետ, մեր արժե համակարգի խնդիրների, պատկերացումների, լավատեսություն, հազար ու մի բանի հետ, էլի, բայց կա այդ հակադրությունը եւ ինչն է որ ամենասարսափելին է, այն տալիս է նաեւ իր ծիլերը, ինչպես բնավ իհարկե մենք մեր եթերում 1000 անգամ ասել ենք 1001-րդ անգամ էլ ցանկացած խտրականություն, անհանդուրժողականություն, առավելևս մեր հանրության տարբեր խմբերի ներկայացնելու նկատմամբ անընդունելի է, այստեղ սրա մասին չէ խոսքը, դրա առաջին ծիլերը եւ շատ վտանգավոր բռնի տեղանված մեր հայրենակիցներից կային, որոնք հրապարակային արձագանքներ էին անում Հայաստանի քաղաքացիություն վերցնելու իշխանության կոչին, որ իրանք չեն ուզում թուրք լինել։ Սա հենց այդ հակաքարոզչության գերվտանգավոր ծիլերից մեկն է։ Թեև դու իբր թե հակա քո տրամաբանությամբ հակա լավ բանի համար քարոզչություն ես անում, ոչ թրքացմանը կամ եսի մինչերին, բայց դրա ծիլը տես ինչպես է շարքային Հայաստանի Հանրապետությունում գտնվող հայի մոտ, ինչպես է ծնվել իր մտքում դրա պատկերացումը։
Առաջին պետք է մի քիչ տարբերակում մտցնենք։ Մարդիկ մանավանդ Արցախից բռնագաղթվածները հայրենիք են կորցրել։ Փոքր հայրենիք իրենք կարող են եւ օբյեկտիվ է, որ իրենք լինեն որոշ չափով ոչ adekvat, այդպիսի արտահայտություններ թույլ տալու։ Դրա համար նրանց թիրախ են օգտագործում, որտեղ հեշտ խոցելի են։ Այո, հեշտ խոցելի են։ Երևի մենք ենք մեղավոր, այսինքն մենք ասելով մեր քաղաքական վերնախավը, մեր մտավոր վերնախավը, որը արդեն քանի տարի այստեղ են այդ մարդիկ բռնի տեղահանվել են եւ չեն կարողացել նրանց հայրենիքում ձուլել հայրենիքի հետ, Հայաստանի Հանրապետության հետ։ Բայց եթե վերանանք այդ տանջված, այդ կորուստներ կրած մարդկանց խմբից, թուրքականության հետ կապված, գիտեք, թուրքերենից կամ թուրքականությունից այսօր վտանգ չկա եւ չեմ կարծում թե վաղը կլինի։ Այսօր վտանգը գիտեք որից է։ Վտանգը սրանից է։ Ես ապրում եմ Հայաստանի Հանրապետությունում, այստեղ հայերեն է գրված, շատ նորմալ է։ Ինչու է ռուսերեն գրված։ Երբ թուրքերեն կլինի, ես որպես Հայաստանի քաղաքացի թուրքերենի դեմ կկռվեմ եւ Թուրքիայի դեմ կկռվեմ։ Եթե անգլերեն կլինի, ես անգլերենի դեմ կկռվեմ, որովհետեւ սա Հայաստան է։ Երևանի փողոցներում նկարեք ինչ որ բաներ եւ դրեք, շատ հաճախ չեք կարող զգալ, որ դուք Երևանում եք, որովհետեւ հայերեն տարեր չկան։ Ինչով են զբաղված այդ ձրիակեր կառույցները։ Չէ՞, հսկայական կառույցներ կան, որ իմ եւ ձեր մասնահանումներից, մեր հարկերից մենք հերոս ենք, չէ՞, այդ գեղական պատկերացմամբ հերոսը հարկ վճարողն է, չէ՞։ Մեր հերոսների արյունը ծծելով, այստեղ սարքում են, չգիտեմ, խաժամուժային ինչ-որ վիճակ, կամ Ռուսաստան, կամ չգիտես, կոսմոպոլիտական ինչ-որ վիճակ։ Իսկ բնությունը մեզ չի ստեղծել կոսմոպոլիտ։ Եթե մեզ ստեղծել է, չել ստեղծել, որ եթե պետք լիներ, որ ես ռուս լինեի, ես Նովոչերկասկում կամ Խաբարովսկում ծնված կլինեի։ Որովհետև այնտեղ ծնվածները անկախ նրանից ծագումով հայ են, թե չէ, իրենք ռուս են միևնույն է։ Ուր է Բաղրամյանի թոռը։ Բաղրամյանից մնացել էր մենակ բեղերը ցույց տվեց, իսկ նրա թոռները ձևեր չթափեն, թե իրենք հայ են եւ ցավում են։ Ինչպես մեր հրաշք մի մտավորական ունենք, խնդրեմ կրթության նախարար հանկարծ չխառնեք մեր վերջին տասնամյակների կրթության նախարարների հետ, որովհետև շատ ամոթ է դա մեզ համար։ Նիկոլ Աղբալյան, մեծագույն գիտնական եւ մեծագույն հայրենասեր եւ մեծագույն մտածող։ Նիկոլ Աղբալյանն ասում էր սփյուռքը, մասնավորապես այս ռուսական սփյուռքը, այսբերգի նման է։ Վերևում ինչ-որ բան երևում է, բայց ինքը մի օր հալչելու եւ վերանալու է, գնալով փոքրանում է։ Անից գաղթածները ժամանակին, որ Լեհաստանում տարան առաջին տպագիրը, Լեհաստանում առաջին թատրոնները տարան, հա, այն ռեշպոսպոլիտա պատկերացնում եք նայած կայսերական մի հրաշք պետություն, ուր են գնացել են գրողի ծոցը, եթե այնտեղ հիմա հայեր կան, ապա վերջին շրջանում գնացածները, միայն իսլամական միջավայրում, Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Իրաքում, Իրանում ապրող հայերն են, որոնք հակադրման շնորհիվ մի քանի սերունդ ավելի երկար կարող են ձգել։ Մանավանդ ներկա ցանցային աշխարհում, թվային աշխարհում դա պահելը տիտանական ջանքեր է պահանջում, բայց մյուս կողմից, ախր հենց այդ նույն ցանցային է, թվայինը մեր ամենաառաջին դաշնակիցն է։ Մարդը կարող է Լոսում լինել, Մոսկվայում լինել, եթե ճիշտ դաստիարակություն է ստանում, ինքը նույն պահին հենց այստեղ կարող է լինել։ Մենք կապը ունենք հենց ձեր առջև դրված համակարգչով, այս ցանցային աշխարհում։ Մենք դա չենք օգտագործում։ Եվ մի խոսքով մենք խորը գեղցիներ ենք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս հանրային գործիչ Միքայել Հայրապետյանն էր, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։